Շատ կարևոր գյուտերի հեղինակները կանայք են։ Ամեն անգամ, երբ ձմռան ցրտին երթևեկում եք տաքացվող մեքենայով, հիշեք այս գյուտարար կնոջ անունը՝ Մարգարետ Ուիլքոքս։ Ուիլքոքսի ժամանակ ինժեներ-մեխանիկ մասնագիտությունը կանանց դեպքում հազվադեպ էր, եւ նման աշխատանք ունեցող կինը տարօրինակ էր ընկալվում։ Մարգարետը զբաղվում էր կյանքի բարելավման համար նախատեսված նախագծերով։ 1893 թվականին նա ստեղծեց ավտոմեքենայի առաջին տաքացուցիչն աշխարհում։ Մարգարետ Ուիլքոքսը ծնվել է 1838 թվականին Չիկագոյում։ Նրա վաղ կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Փոքր տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել մեխանիկական ճարտարագիտության նկատմամբ, չնայած իր դարաշրջանի սոցիալական կոնվենցիաներին։ Մեկ այլ գյուտարար կին էլ 1919 թվականին մշակել է գազի կենտրոնացված ջեռուցման համակարգը։ Նա Էլիս Փարքերն էր։ Եվ չնայած նրա նախագծին համապատասխան ոչինչ չի կառուցվել, գաղափարը հեղափոխական էր, եւ հետագայում նա ոգեշնչեց ժամանակակից կենտրոնական ջեռուցման համակարգերի ստեղծողներին։